Ես նաև ֆիքսում եմ, որ կոնկրետ մերձավոր արևելյան այս ճգնաժամը շարունակաբար ընդլայնվում է եւ տեսակետներ կան նաև այն մասին, որ արդեն արևմտյան տեսաբաններն են դրա մասին խոսում, որ իրանական կողմը ուղղակի կարող է ռազմական գործողություն իրականացնել ցամաքային եւ օկուպացնել Քուվեյթը, դրանով էլ ավելի մեծ հարված հասցնելով Պարսից ծոցի ավազանին, որովհետեւ Քուվեյթը ստրատեգիական առումով բավականին կարևոր կետ է եւ ցամաքային այդ հատվածը, որը որ բաժանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը Քուվեյթից, դա անցնում է Իրաքի տարածքով եւ ընդամենը 32 կիլոմետրանոց մի հատված է։ Որքանով է հավանական, որ ասես որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ելնելով իր ինքնապաշտպանության օրինական իրավունքից ոչ միայն շարունակի օդային հարվածները ծոցի երկրներին, ոչնչացնելով նրանց ջրային պաշարները, այսպես ասած, ջրի պարզեցման պաշարները, այլ ուղղակի ցամաքային գործողություն իրականացնի նրանց մեկի հանդեպ։ Իսկ իմաստը ո՞րն է այդ ցամաքային գործողության։ Օրինակ հուսիտներս վերջին մի քանի օր ակտիվացել են, չէ՞։ Ըստ էության Սաուդյան Արաբիային ծովային բլոկադայի ենթարկել։ Եվ երկու նավեր խփել էին, չէ՞։ Թիրախավորել են եւ խփել էին։ Այսինքն Հորմուզի նեղուց երկու օպերացիան, հա, մյուս նեղուցով, որը վերահսկում են, որ հիմնականում վերահսկում են հուսիտները։ Այսինքն իրականում հիմա Իրանի Իսլամական Հանրապետությունը հուսիտների հետ միասին կարողանում է էականորեն ազդել համաշխարհային տնտեսության վրա, այդ երկու զարկերակների վրա ուղղակի ազդեցություն ունենալով, փակելով կամ բացելով։ Իրենք են որոշում, դա Միացյալ Նահանգները չի որոշում։ Եվ հետաբար ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի եւ քաղաքական խմբի այն մտայնությունը, ըստ որի քրիտիկական ենթակառուցվածքներին հարվածելով, ինչ որտեղ միգուցե կղզի վերցնելով եւ այլն, քարոզչության դաշտում հաղթելով եւ այլն, մտածելով որ Իրանում իշխանապողություն կլինի։ Իրանում իշխանապողություն չի լինի։ Օրինակ, Իրանը կանխարգելի չհարված հասցրեց Իրաքի քրդերին հարվածելով։ Ինչու որպեսզի չակտիվանան։ Չէ, այնտեղ ակտիվացել էին, ոչ թե չակտիվանան։ Այնտեղ ակտիվացել էին, այնտեղ ճամբարներում արդեն պատրաստում էին այդ ձեր ասած ցամաքային օպերացիայի հարվածային ուղղություններից մեկը Իրաքն է, Իրանի նկատմամբ։ Ինքը կանխարգելի չհարված հասցրեց։ Ճամբարներն ուղղակի։ Հիմա խնդիրը նա չէր, որ 100,000-ավոր զոհեր լիներ։ Խնդիրն նա էր, որ ասում են, որ ես գիտեմ, որ դուք գործիք եք քրդերին կոնկրետ, եւ ես թույլ չեմ տա։ Ոչ միայն այդտեղ, իսկ իմ երկրի ներսում ցանկացած անջատողական տրամադրություններ ուղղակի կենտրոնական իշխանությունները արյան մեջ կխեղդեն։ Ընդ որում այդ հրաման տվողը հետաքրքիր ազգության պարսիկել չի։ Իդեպ ասեմ ձեզ։ Ազգության պազարի է։ Եվ ըստ այդմ ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի այս նախաձեռնությունը եւս տապալված է։ Վստահաբար եմ ասում ձեզ։ Վաղ թե ուշ ինքը համակերպվելու է։ Թե նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ինչ կեղծիքներով է հանրապետական հաղթելու։ Դրա մասին արդեն Տրամպը նախորդ քարոզչական հողեր նախապատրաստում, ասելով թե այն ժամանակ, երբ որ ինքը նախագահի տեխնացուր եւ պարտվեց, Չինաստանն էր խակերները մուտք գործել, հետո խորքային պետությունը դիպստեյթներ աշխատել, այս բոլորը ինչի համար է հիմա ասում։ Ինքը հող է նախապատրաստում, ապահովագրի իրեն։ Ճիշտ է, նոյեմբերին հաղթելու է նկարիչը, ինչպես մեզ մոտ ընտրություններում ես որ ասում եի, եթե ընդդիմությունը հաղթի 101%-ով, իշխանությունը վերջում հայտարարելու է, որ 55%-ով ինքը հաղթել է։ Իրականում հաղթում է նկարիչը։ Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հիմա այնտեղ էլ Տրամպը թող նախապատրաստել, հա, թե Ամերիկայում դա մի քիչ դժվար է, բայց չգիտեմ, այնուամենայնիվ հանրապետականի Հայաստան չի էլի, բայց հանրապետականի պարտությունը ինքը սկզբունքորեն ԱՄՆ-ում կարող է նոր քաղաքական գործընթացի եւ ճգնաժամի պատճառ դառնալ։ Այն է նախագահի իմպիչմենտ։ Դեմոկրատները ամենայն հավանականությամբ անվստահության գործընթաց կարող է սկսել ԱՄՆ-ում։ Այս վտանգի մասին ԱՄՆ նախագահը եւ իր քաղաքական թիմը շատ լավ գիտեն։ Ուստի եւ եթե նայում ենք հիմա
Օրինակ ինձ համար ցուցիչ է, երբ ամենաանուղակի երկու կարևոր գործոնի վրա արդեն ինքը համակերպվել է Իրանի հետ հարաբերությունը։ Հորմուզի նեղուցը մեծ հաշվով Իրանն է հասկելու։ Եվ երկրորդ, Իրանը դառնալու է միջուկային տերություն։ Եվ միջուկային տերություն դառնալու ԱՄՆ-ի համակերպված վիճակը ինձ հուշեց 3 ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների հանդիպումը պայմանագիր ստորագրելը, տեխնոլոգիաների փոխանցումը եւ այլն։ Այսինքն եթե որպես հակակշիռ է։ Այո, եթե Իրանը ինչ որ մի պահ հայտարարի, որ ինքը միջուկային տերություն է, Սաուդյան Արաբիան ունենալու տեխնոլոգիաներ, իհարկե ԱՄՆ-ի հետ միջուկային զենքերը կտա, բայց Սաուդյան Արաբիան հիմնավոր ձևով կասի, որ դե քանի որ ես խաղ ատոմի տեխնոլոգիաներ ունեի, իմ գիտնականները նաև միջուկային զենք են սարքել։ Այսինքն հակակշիռ է այսօր ամենասարքում։ Գալիս ենք այն մտքին, որ նորից նույն այն մտքին, որ մրցավազք է մերձավոր արևելքում հիմա։ Այո, մրցավազք է, այսինքն երրորդ համաշխարհայինը շարունակվում է, ինչպես ասում են, մեր հարևան Ադրբեջանը թուրը սրում է, զորավարժություններ է անում, ընդորում է զորավարժությունների մեջ հիմնականում ներգրաված է եւ Թուրքիան եւ մեր հարևան Վրաստանը, մենք անում ենք ռազմական խաղեր։ Խաղեր ենք մենք անում, այսինքն քաղաքացիական բնակչության հավաքում ենք, կամերաները միացնում ենք եւ սովորացնում ենք, ասենք, քայլելը, առաջին բուժ օգնությունը, կամերայի առաջ, այսինքն սա ցուցադրական սելֆի անելու գործընթաց է։ Հիմա Ադրբեջանը մասնակցում է լուրջ զորավարժությունից, վերջերս եւս հատուկ նշանակության ստորաբաժանումները Պակիստանի հետ միասին մասնակցել էին զորավարժությունների։ Մեզ մոտ ռազմական խաղեր են անում։ Զարնիցա, սովետական ժամանակ տենց խաղեր կար, կամ Արլյոնակ։ Հիմա դե ոնց երկրի կառավարիչն է անեցել իր անվտանգության համակարգն է։ Ինքն էլ միգուցե մտածում ասում է, դե հիմա ԱՄՆ-ը մեր անվտանգության երաշխավորն է։ ԱՄՆ-ը ոչ մեկի անվտանգության երաշխավոր չի։ ԱՄՆ-ը անգամ իր ռազմական բազաների անվտանգության երաշխավոր չէ Պարսից ծոցի, որտեղ Իրանը քարին չի թողում։ Այդ նույն ԱՄՆ-ն էր քրդերի երաշխավորը բանում Սիրիայում, եւ ինչ եղավ։ Այդ նույն ԱՄՆ-ն է հիմա երաշխավոր քրդերի Իրաքում, եւ ինչա լինում երաշխավոր։ Հիմա այստեղ էլ է երաշխավոր։ Եվ այնպես որ ցանկացած երկրի անվտանգության երաշխավորը առաջնորդին իր բանակն է եւ ճիշտ դաշնակիցները։ Ընդդեմ դաշնակիցները ոչ թե վիրտուալ շահերի, այլ գործնականում կոնկրետ ռազմական գերատեսչություններով։ Մենք այդպես դաշնակից ունենք եւ փաստացի հավաքական առումով հիմա չունենք, այո։ Վաղը չեմ իսօրը եթե այդ փորձանքը բախեց մեր դուռը կամ առանց դուռը բախելու էլ ոտքով հարվածեց ներս մտավ, հա։ ԱՄՆ-ն էլ խիստ զբաղված ալնելու, Ֆրանսիան ինչպես միշտ հայերին խուրդելու է, ինձ համար գլխավոր ցուցիչը Ֆրանսիան է։ Կիլիկիայի Հայաստանը տվեց Թուրքիային 400,000 հայությունով, 100,000 կոտորածով։ Ինձ համար Արցախն է, որտեղ Արցախի իրական հայաթափում եղավ 23 սեպտեմբերին, եւ որի թիմ եք պատճառը մեղավորը Մակրոնն էր իդեպ Շարլ Միշելի հետ, մի կողմից, այս կողմից էլ Փաշինյանն ու Ալիևը երկրորդ կողմից։ Ուզում ասել, որ երբ որ այդ փորձանքը մտնի մեր տուն, մենք ինչ որ կորուստներից հետո վազելու ենք, բան, հա, նամակ են գրելու ռուսաց թագավորին, որը կարող է տեղը չհասնի դեպ։ Ուրիշով է օգնելու։ Ով շահեր ունի։ Իրանը հələ որ լուրջ խնդիրների մեջ է։ Իրանը իր կռիվը դեռ չի դադարեցել եւ Իրանին պետք չի, ասենք, լրացուցիչ իր համար ճակատ բացել։ Օրինակ Ադրբեջանի դեմ, երբ որ Ադրբեջանը մեր նկատմամբ ռազմական ոտնձգություն չի անի։ Դե ինչ է ստացվում։ Քաղ պայմանագիրը փաստորեն իր վարչության անդամներով զինված միջուկային զենքով կգնան սահմանում Ադրբեջանի զինուժին հաղթելու։ Այսպես է լինելու։ Կամ դիմավորելու ծաղիկներով եւ ոչ միայն։